Հիշեցնեմ, որ ընտրությունների հիմնական կազմակերպիչը տվյալ դեպքում ընտրատարածքային տրական հանձնաժողովը, կենտրոնական տրական հանձնաժողովը իրականացնում է վերահսկողություն։ Իսկ այս դեպքում կազմակերպչական աշխատանքները իրականացնում է ընտրատարածքային տրական հանձնաժողովը։ Պարոն Հովհաննիսյան, համամիտ այս ընդդիմադիր ուժերի այն պնդումներին, որ արդեն մեկնարկը անհավասար պայմաններում է սկսվել ի օգուտ ՔՊ-ին, որը վարչական ռեսուրսներ է Հարգելի լրագրողներ, ես եկեք այս խնդիրը ես այլ տեսանկյունից տեսեք քարոզչությունը մեզանում սկսվում է ընտրությունների ավարտման հաջորդ օրվանից թյուր ըմբռնում կա ընդհանրապես մեր հանրության եւ նաեւ շրջանակներում որ քարոզարշավը սկսվում է քարոզարշավի պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրվանից Հարգելին ես քարոզարշավի օրը այս դեպքում 28 օր, եթե չեմ սխալվում, 22-ից այնտեղ պլյուս 27 օր է անում, եթե չեմ սխալվում, կամ 27-28, ինքը սահմանափակման շրջան է, այսինքն քարոզարշավի ժամանակահատվածը ոչ թե իրավունքի, այսպես ասենք, շրջան, այլ ընդհակառակ սահմանափակված շրջան, մինչև քարոզարշավը կուսակցությունները, քաղաքական գործիչները ազատ են քարոզչություն կատարելու, իրենք կարող են 5 տարի շարունակ քարոզչություն կատարել եւ այս դեպքում միակ իրենց սահմանափակումը դա կուսակցությունների մասին օրենքով, եթե օրինակ կուսակցությունն է, իրենց այդ հաշվետվությունը, այսինքն ֆինանսական օրինականությունը ցույց տալն է։ Չկա այլ սահմանափակում, օրինակ ընտրական օրենսգրքով սահմանափակումները գործում են բացառապես քարոզարշավի շրջանում, այսինքն ես սա ինչի համար եմ ասում, որտեղ բոլորի մոտ տպավորությունն է, որ քարոզարշավը պիտի մեկնարկի, որպեսզի իրենք սկսեն քարոզչությունը ընդհակառակը քարոզարշավի փուլը սահմանափակումների խաղի կանոնները բերել բոլորին համար հավասար պայման, որպեսզի հանրային ռեսուրսից բոլորը հավասար օգտվելու հնարավորություն ունենան։ Մնացած ժամանակ, եթե քաղաքական ուժը օրինակ չգիտեմ, ֆինանս ունի, ինքը կարող է ասենք իր նախընտրածը եւ ոչ ոք օրինակ ընտրական հանձնաժողովը կամ ընտրատարածքային կամ ԿՀ-ն երբեք չի հարցնելու եւ այդ իրավունքը չունի մինչեւ քարոզարշավի փուլը ինքը օրինակ որպես կուսակցություն եւ որ դեռ սկի ընթանում է նույնիսկ գրանցված էլ չէր եւ բայց իր քարոզչություններ ծավալում Ինչու է այդպես այստեղ միակ մարմինը որը ընդամենը աղբյուրների ֆինանսական աղբյուրների հիմնավորվածությունն է ստուգելու դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է ցես հայտնի այսինքն կուսակցությունների գործունեության հետ կապված ֆինանսական թափանցիկության պահը իրենց վերահսկողության ներքո է այսինքն սա ինչի համար եմ ասում որ երբ ասում են որ դեռ քարոզարշավը չսկսած հավասար պայմաններ չեն Սա մեր դիրքից դուրս է, որտեղ նույն հաջողությամբ դուք օրինակ լրագրողներ կարող եք օրինակ, չգիտեմ, մի քաղաքական գործի ավելի շատ հարցազրույց վերցնել, մյուսից քիչ վերցնել, որը մեկը ձեզ կարող մեղադրի, որ օրինակ դուք անհավասար պայմաններ եք ապրում, ոչ։ Ազատություն։ Քարոզարշավի ընթացքում իրավական գործընթացներին կարող է դեմ գնալ, այսինքն իրավական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժը իրավական գործընթացներ է տանում, որը Այսպես ասեմ, եթե որևէ մեկը օրենքի խախտում թույլ կտա, համոզված եղեք, որ հետևանքը վրայացնելու։ Այստեղ նայած, ասեմ, խախտումները, թերացումները ինչ բնույթ են։ Ես կարող եմ բերել Գյումրիի օրինակը։ Գյումրիում երբ որ ընտրությունները նշանակվեցին, այնտեղ մենք արձանագրեցինք, որ պաստառների հետ կապված խնդիր կար, այսինքն նույն ընտրատարածքային հանձնաժողովը չէր հասցնում, այսինքն այդ պաստառների խնդիրը կարգավորել, որովհետև նույն քաղաքական ուժերը հապաղում էին, այսպես ասենք, պաստառները տեղափոխելու իրենց ճիշտ ըստ վիճակահանության պաստառները փակցնելու։ Ընդհանրապես այստեղից, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլևս ըստ մենք արդեն ոնց որ վերահսկողի դիրքերից համապատասխան մարմիններին ասացինք ապահովեք, որպեսզի սխալ փակցված պաստառները իջնեն, եթե տվյալ պաստառը այլ քաղաքական ուժի բաժին հասել, փակցվի ճիշտը։ Եվ մոտ 5
5-րդ տևեց, բայց կարգավորվեց։ Այսինքն այստեղ նման խնդիրներ կարող լինեն, բայց նույն Գյումրիի օրինակով ընդհանրապես խնդիր եղել է պաստառների հետ կապված։ Նույն Գյումրիում տեսեք, ինչու քաղաքացիական պայմանագիրը իշխող ուժը չի համակերպվում ընտրությունների արդյունքների հետ, օրինակ հնչում են տեսակետներ, որ Վարդան Ղուկասյանը պիտի ճամպրուկները հավաքի, ի վերջո տեղի ունեցել ընտրություն, որը արձանագրվել է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ընտրվել է քաղաքապետ, բայց իշխանությունը նման կոչեր է անում։ Ըստ ես ձեր հարցին պիտի պատասխանեմ, որպես ապաքաղաքական պաշտոն զբաղեցնող, ընտրությունների ինչ կապ ունի։ Այն ձեր նկարագրածը, այլ ընտրությունները ավարտվել է մարտի լույս 30-ի գիշեր, այսպես են քվեարկությունը։ Դրանից 7 օր հետո 7-րդ օրը ամփոփվել է եւ վերջ եւ չի բողոքարկվել ընտրությունները։ Վերջ այդտեղ դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ իմ գործառույթը ավարտվել։ Այսինքն այն քաղաքական իրադարձությունները, քաղաքական ելույթները եւ այլն, դա մեր տիրույթը չէ։ Այսինքն այստեղ ասում են քաղաքական գործիչները ինչ հայտարարություններ կանեն, ազատ են։ Ես կրկնում եմ, քիչ առաջ էլ չէ, ասեցի քաղաքական գործիչները ազատ են իրենց արտահայտություններում, իրենց մեղադրանքներ, չէ, տեսեք, այս ընտրելու իրավունքը իրացվել է։ Ընտրելու իրավունքը չի կարող խլվել, որովհետև ընտրելու իրավունքը երբ որ իրացվել է եւ հաջորդ ընտրելու իրավունքը գալու է հաջորդ ընտրություններին։ Քաղաքական գործընթացները, դրանք քաղաքական գործընթացներ են։ Դրանք քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներ են, որտեղ ընտրական համակարգը քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին առնչություն չունի։ Ես սա ուզում եմ, որպեսզի եւս մեկ անգամ արձանագրենք։ Ընտրական համակարգը ընտրություններից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին առնչություն չունի։ Ավելին, ընտրություններից հետո քաղաքական դաշտում միշտ լինում են բազմաթիվ զարգացումներ, չգիտեմ, կոալիցիա ձևավորվում, կոալիցիա քանդվում եւ հազար ու մի իրադարձություն կարող է տեղի ունենալ։ Դա կապ չունի ընտրական համակարգի հետ հարգելնես։ Դա քաղաքական դաշտին բնորոշ զարգացում է, որը կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իր հետևությունը պիտի անի, օրինակ ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումներից։ Դա ընդհանրապես քաղաքացու, այսպես ենք, ապագա որոշումների վրա կարող է ազդել։